Ժողովրդյան, մի բան ասեմ, հա։ Ձեզ դնում են գժի տեղ, դուք ընդունում եք ու դուք գիժեք։ Մի հատ մտածեք, բացեք, կարդացեք տրանզիտ ճանապարհը որն է, միջանցքը որն է։ Եթե քո տարածքով անցնում է ճանապարհ ու դու չես վերահսկում, ինչո սիմվոլիկ 30% գումար ես վեցնում, այդ նշանակում է քո մոտ միջանցք չի։ Ուզում ես Թրամփ դիր, ուզում ես ուղի դիր, ու ինչ ձև ուզում ես ասա։ Միջանցք կա, դու չես հսկում։ Խե միջանցքում գրված է, եթե թուրքը չի հսկում, այդ ժամանակ միջանցք կա, եթե թուրքն է հսկում, միջանցք կա, եթե թուրքը չի հսկում, միջանցք չի։ Գրված է, եթե դու չես հսկում, քո տարածքով գնում է ճանապարհ, դու չես հսկում, այդ արդեն միջանցք կա։ 30%։ Մենք որ Վրաստանով անցնում ենք, ճանապարհ ենք, 100% վճարում ենք վրացիներին։ Մենք 30%-ը մեզ ենք պահում, 40%-ը եսիմում ենք տալիս, 30-ը իրանց ենք տալիս։ Կամ Ռուսաստանով վրացիները գնում են, Իրանը, որ մեր տարածքով անցնում է, ինքը 30% մեկին է տալի, 41-ին, 31-ին, սա 100%-ը մեզ է տալիս։ Իրա բեռներները մենք ենք ստուգում, իրա անձնագրերը քաղաքացիները մենք ենք ստուգում։ Ճանապարհը։ Իրան դրել են ձեզ գժիտով, դուք ընդունում եք ու դուք գիժեք, ասա Թրամփ ասա, ուղի ասա, կոմունիկացիա ասա, ինչ ուզում ես ասա։ Որ իմ անունս Մարին է, Սարին է, Գայան է, ես նույն աղջիկը, նույն կինը չէի լինելու, կարող է հենց փոխվելու էի։ Անգամ եթե տղայի անունից դնեին։ Խեք ձեզ գժի տեղ դնում, դուք ընդունում եք։ Խաչեք ընդունում, որ այդ միջանցք կա, ասում միջանցք կա։ Այդ ասում է գրված է սուվերեն Հայաստանի սուվերեն տարածքին չենք խոչընդոտում ինչ որ։ Հա, Հայաստանի սուվերեն տարածքը, բայց դու դեռ միջանցք ես վեցնում։ Միջանցք բառը չես գրել, բայց ոնց է կատարվելու այդ ամենը։ Միջանցքը։ Հիմա անդադ ասեք, որ ես տղա եմ, տղա դառա։ Իրանք քեզ բան։ Նրանք էլ օգտվում են։ Ոնց որ գերին են, ես ինչ են ասում, երկարատև պատերազմի հետևանքով ձերբակալված մարդիկ։ Գերի են դրանք, ես ինչ են ասում, ռուսերեն։ Ինչ որ երկար բարակ նախադասություն են ասում, չեն ասում գերի չեն այդ մարդիկ, փոխվում է նրանցից գերի լինելը, ես ինչ եք խոսում։ Հաստատ իմացեք, այդ միջանցքը, թուրքը ոտը դրեց, գալու է առաջ, հաստատ իմացեք, թուրքը ձեզ հետ երկար խաղ չի ապրի։ Արդեն լսեցի, ինչ որ պասպորտներ են Տուրքիայում հայկական պատրաստել, ուզեցել են անցկացնել Վրաստանից բերեն Հայաստան, վրացիները բռնել են։ Արդեն 26 թվի բաներ այդ 26 թվի ընտրությունները արդեն սկսել են մտածել կեղծելու մասին, արդեն կեղծում են։ Նենց որ իմացեք։ Հետո ասված է, որ նոր օրենք են մցրեր ընտրությունների համար, որ եթե ընտրությունների ժամանակ մինչև չի ասվել հանձնաժողովը մինչև քննիչեր ոնց են ասում, մինչև չի ասել թիվը, եթե հայտարարվում է արտակարգ իրավիճակ, ընտրությունները չյալ են համարվում։ Եթե ընտրությունները կատարվել են, թվերը արդեն բոլոր ուղարկված է հանձնաժողովին, ինչի եք չեղարկում։ Շարունակեք հետո այդ արտակարգ իրավիճակները դուրս գա։
Չէ, կարա լուբո ժամանակ կարա ինքը հայտարարի տեսնի, չկարողացավ կեղծել, կարա հայտարարի, լուբո ժամանակ էլ կարա ասի Ալիևին մի երկու հատ կրակի արտակարգ իրավիճակներ հայտարարեն։ Եղեք բարի, եղեք լավ։